Ի տարբերություն բույսերի, սնկերը ֆոտոսինթեզ չեն կատարում։ Նրանք կենդանի արարածների նման շնչում են թթվածին եւ արտաշնչում են ածխաթթու գազ։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք խոզի փափկամիսը ֆրանսիական ձևով։ Կսկսենք հենց մսից։ Ավելի ճիշտ կսկսենք տախտակը տեղադրելուց։ Փափուկ սրբիչի վրա։ Խոզի փափկամսի հետ վերցրել եմ նաև մի փոքր ճարպ, որպեսզի ճարպի վրա պատրաստեմ, այսինքն տապակեմ խոզի փափկամիսը։ Մի քանի կաթիլ ձիթայուղ կլցնեմ։ Խոզի ճարպը բարակ շերտատենք եւ տապակենք դուրս գցած յուղով էլ կտապակենք փափկամիսը։ Որից հետո փափկամիսը շերտատում ենք եւ կտրատում զողիկաձև։ Այսպես։ Առաջացած խորխոզիկները կարելի է համեմել այսպես աղով եւ հանել տապակից։ Առաջացած յուղով տապակում ենք փափկամիսը։ Որպեսզի արագ տապակվի, կտեղափոխենք ավելի բարձր կրակի վրա։ Թող տապակվի միսը։ Գործի ենք դնում երկրորդ տապակը։ Մի քանի կաթիլ ձիթայուղ ենք լցնում եւ տապակում ենք սունկ ագարիկոնը։ Սունկը նախ փոխենք տախտակը, դանակը։ Շատ մանր չենք կտրատում։ Միջին չափի ագարիկոնը կկիսեմ 4 մասի։ Չմոռանանք պարբերաբար խառնել միսը, որպեսզի բոլոր կողմերից կարմրի։ Հենց մի փոքր կարմրեց միսը, համեմում ենք Մարանիկ ընկերության ծովի աղով եւ 4 պղպեղներով։
Արի այստեղ։ Սունկը անմիջապես կհամեմեմ Մարանիկ ընկերության աղով, մանր աղով, որպեսզի արագ տապակվի։ Արագ հյութը դուրս գցի, գոլոշյանա հյութը և սկսի տապակվել։ Իսկ միսը տապակվելուց հետո կհանենք տապակից և նույն տապակում ջերմային մշակման կենթարկենք քաղցր պղպեղը։ Շատ մանր չենք կտրատում։ Այսպիսի կտորների։ Սերմերը հեռացնենք։ Քաղցր պղպեղի հետ կառաջարկեմ նաև սխտոր տապակել։ Սա էլ շատ մանր չենք կտրատում։ Ամեն սխտորը 4 մասի։ Մի պտխոնց աղ ենք անում Մարանիկ ընկերության։ Մյուս մթերքը, որը կառաջարկեմ, դա գլուխ սոխն է։ Կկտրատենք փետրաձև։ Փետրաձև։ Հանում ենք սունկը։ Ավելացնում ենք մի քանի կաթիլ բուսայուղ։ Անմիջապես կհամեմեմ Մարանիկ ընկերության աղով և շաքարավազով։ Կարամելացնում ենք խառնում պղպեղը։ Սա էլ է հարկավոր արդեն հանել։ Հանում ենք նաև պղպեղն ու սխտորը։ Ավելացնում ենք եռացրած ջուր։ Եվ այդ տապակի մեջ խաշում ենք կարտոֆիլի տափողակներ։
հանգիստ մի փոքր շաքարավազ ենք լցնում վրան, արագացնենք եփը։ Վերադառնանք սոխին։ Ավելացնում ենք սպիտակ, կիսաանապակ գինի, համեմում ենք Մարանիկ ընկերության սև պղպեղով, ստուգենք ինչ վիճակում է կարտոֆիլը, այն պետք է կիսաեփ լինի, ճիշտ ժամանակն է, քամում ենք, կարտոֆիլի եփաջրից լցնում ենք սոխարացի վրա։ Այն կթանձրացնի սոուսը։ Այժմ կառուցենք ջեռեփուկը։ Նախ շարում ենք կարտոֆիլի շերտերը։ Լցնում ենք միսը, հավասար տարածում ենք, մսի վրա լցնում ենք սունկը, սա էլ հավասար տարածելուց հետո հերթը հասավ պղպեղին և սխտորին։ Վերցնում ենք չերի լոլիկներ։ Ամեն լոլիկը շերտատում ենք 3 տափողակի և շարում ենք ջեռեփուկի վրա։ Վրան քերում ենք ռոկֆոր պանիր։ Արի այստեղ։ Լցնում ենք սոուսը, և ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը միացնում ենք 190 աստիճան
Եվ ջեռեփուկը եփում ենք 25 րոպե, որից հետո կմատուցենք աղցանով, որ այժմ կպատրաստեմ։ Ջեռեփուկի հետ կառաջարկեմ շատ հետաքրքիր աղցան ռուկոլայով։ Վերցնում ենք հարմար աման, միգուցե եւ ավելի ճիշտ կլինի սիրելի ամանը։ Տեղը մեծ է եւ աշխատելը հեշտ է։ Ռուկոլան շատ մանր չենք կտրատում։ Այն լվացել եմ, մաքրել եմ, ընդամենը մեջտեղից այսպես կիսում ենք եւ լցնում ենք սիրելի ամանի մեջ, չնայած կօգտագործեմ միայն տերևները, ցողունները չեմ օգտագործի այս անգամ։ Ընկույզ ենք բովում։ Կօգտագործեմ նաև լոլիկի ջիր։ Լոլիկի ջրի վրա կլցնենք եռացրած ջուր, թող փափկի։ Աղցանի մեջ կօգտագործեմ նաև թարմ վարունգ։ Մեկու մեջ կլպենք։ Եվ ոչ մանր կտրատենք։ Այսքան ռուկոլային վերցրեցի 3 թարմ մանրավարունգ։ Կօգտագործեմ նաև ձիթապտուղ, որը չունի կորիզ։ Այսպես մեջտեղից կտրում ենք և գցում ենք, կտրում ենք և գցում ենք։ Ընկույզներ շատ մանր չենք կտրատում, այսպես ուղղակի անցնում ենք վրայից։ Կարծում եմ վերջին բաղադրիչը, չնայած սա նաև կարծում եմ նախավերջինն է, ոչ թե վերջինն է, լոլիկի ջիրն է։ Մկրատով կտրում ենք անմիջապես սիրելի ամանի մեջ։ Սա էլ վերջին բաղադրիչը։ Ռոկֆոր պանիր կտրատում ենք փոքր խորանարդիկների։ Մնաց սոուսը։ Սոուսի համար կիտրոն ենք քամում։ Ավելացնում ենք ձիթայուղ։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով, 4 պղպեղներով և սխտորի փոշով։ Խառնում ենք և սոուսը պատրաստ է։
Լցնում ենք, տակն վրա ենք անում, և մատուցում ենք ջեռեփուկի հետ միասին։ Խոզի փափկամիսը ֆրանսիական ձևով։ Տապակի մեջ բուսայող տաքացնել, խոզի ճարպի կտորներ տապակել, խորխոզիկներին աղանել, հանել տապակից։ Խոզի փափկամիսը ձողիկաձև կտրատել, նույն յուղով տապակել, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, հանել տապակից։ Նույն տապակում ոչ մանր կտրատած քաղցր պղպեղ տապակել, խոշոր կտրատած սխտոր ավելացնել և աղանել։ Բանջարեղենը հանել տապակից, տապակի մեջ եռացրած ջուր լցնել, տափողակների կտրած կարտոֆիլը խաշել, համեմել շաքարավազով։ Կարտոֆիլը կիսաեպ հանել, քամել։ Երկրորդ տապակի մեջ բուսայողով ոչ մանր կտրատած ագարիկոն սունկ տապակել, հենց սկզբից համեմել աղով։ Տապակված սունկը տեղափոխել, տապակի մեջ բուսայող ավելացնել, կտրատած սոխ տապակել, անմիջապես աղ ու շաքարավազ անել։ Երբ սոխը կարամելացվի, սպիտակ կիսաանապակ գինի լցնել, համեմել սև պղպեղով, մի քիչ կարտոֆիլի եփաջուր լցնել։ Ջեռոցի տապակի մեջ կարտոֆիլի շերտեր շարել, վրան տարածել մսակտորները, դրանց վրա նախ սնկի, ապա պղպեղի և սխտորի կտորները դնել։ Չերի լոլիկները տափողակների կտրել, շարել ջեռեփուկի երեսին, վրան ռոկֆոր պանիր քերել, լցնել սոուսը, 190 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել 25 րոպե։ Ռուկոլայով աղցան։ Ընկույզ բովել, լոլիկի չիշ թրջել։ Ռուկոլան ոչ մանր կտրատել, լցնել թասի մեջ։ Վարունգը մեկու մեջ կլպել, ոչ մանր կտրատել, լցնել թասի մեջ, անկորի սև ձիթապտուղ, մանրացրած բոված ընկույզ, լոլիկի չիր, խորանարդիկների կտրատած ռոկֆոր պանիր ավելացնել։ Սոուսի համար կիտրոնի հյութ և ձիթայուղ վերցնել, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով, սխտորի փոշիով, հարել, խառնել հղցանի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, բանջարեղեն, մակարոն, կաթի սերուցք և ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք և կհանդիպենք։